Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, նորից թե Քինգշապտին է եւ դուք դիտում կամ լսում եք թե համայնք հաղորդաշարը։ Ես Մարիամն եմ Հովանիսյան, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համայնքային զարգացման ղեկավարը։ Եվ այսօրվա իմ հյուրն է Stén ընկերության տնօրեն Ռուբեն Օսիպյանը, ողջույն։ Բարի ձեզ։ Կուզեմ սկսենք նրանից, թե բացատրեք մեր ռադիոլսողներին ինչ է Stén-ը, ինչ հապավում է դա։ Անգլերեն հապավում է, որը բացվում է անգլերեն այսպես Science and Technology Angels Network, եւ հայերեն ավելի ռոմանտիկ է հնչում գիտության եւ տեխնոլոգիայի հրեշտակների ցանց, եւ հրեշտակը դա տերմին է բիզնեսում օգտագործված, որով նշանակվում են մարդիկ, ովքեր աջակցում են ստարտափներին վաղ փուլում ստարտափի գոյության եւ հրեշտակի պես են, պահապան հրեշտակի դերը ստանձնում են, աջակցում են հիմնադիրներին իրենց գիտելիքով, իրենց կապերով, ֆինանսական կապիտալով, որովհետև ինովացիոն գաղափարը վերցնել շատ սահմանային փուլից եւ հասցնել պրոդուկտի փուլ դժվար է, ու իրականում հիմնադիր լինելը շատ մեծ խիզախություն է պահանջում եւ այս մարդիկ աջակցում են այդ խիզախներին, որ գաղափարը ոչնչից հասցնեն էական արդյունքի եւ Stén-ը փաստորեն հանդիսանում է նմանատիպ angel investor-ների ցանց, համայնք եւ ես ոնց որ համակարգում եմ համ համայնքի գործունեությունը, համ մեր կապը ստարտափ համայնքի հետ, հիմնադիրների հետ եւ մեր աշխատանքի շրջանակում բարբերաբար ունենում ենք հանդիպումներ, երբ որ ստարտափ գաղափարները ներկայացվում են էնջելներին եւ էնջելները որոշում են, որոնց մեջ են ուզում ներդրում կատարել, որտեղ են տեսնում, որ իրանք արժեք կբերեն։ Այս նույնպես շատ կարեւոր բան է, ես միշտ ֆաունդերներին ասում եմ, հիմնադիրներին ասում եմ, որ դուք պետք է ընտրեք ձեր էնջելներին, որովհետեւ երբ որ ներդրողը կատարես ներդրումը եւ իր միակ արժեքը պարզապես ֆինանսական կապիտալն է, դա լավ արդյունք չի, որովհետեւ այդ փողը վերջանալու է վաղ թե ուշ, ու եթե դրանից հետո այդ մարդը ոչ մի արժեք չի տալիս քո կազմակերպությանը, մեծ հարց արդյոք արժի դու այդ փողը վերցնես, որովհետեւ փողը իրոք վերջանալու է, բայց քեզ այդ դժվարին ճանապարհին պետք են մարդիկ, համակիրներ, աջակիցներ, որոնք քեզ այնպես թեւուտիկում կանգնած քեզ կօգնեն գնաս առաջ։ Իսկ ձեր գործունեությունը սահմանափակվում է արդյոք Հայաստանի սահմաններով, թե Սփյուռքում էլ ունեք այլ այսպես մասնաճյուղեր կամ չապտերներ։ Մենք ի սկզբանե ստեղծվել էինք այն տեսլականով, որ կոնսոլիդացնենք, համախմբենք Սփյուռքում արկա էքսպերտիզան, փորձառությունը եւ այդ խելացի կապիտալը, որը էքսպերտիզայի, ցանցային կապիտալի եւ ֆինանսական կապիտալի համադրությունն է, այդ խելացի կապիտալը օգտագործենք, որպեսզի աջակցենք հայկական ստարտափներին եւ շուրջ 5 տարի մենք այդ տեսլականով աշխատեցինք, այդ ժամանակ Stén-ը Fast հիմնադրամի մաս էր 23 թվականին մենք դարձանք առանձին շահույթ չհետապնդող կազմակերպություն եւ այդ ժամանակ նաեւ մենք սկսեցինք մտածել միջազգային ընդլայնման մասին եւ ընդլայնման ժամանակ մենք հասկացանք, որ ըստ էության երկրում կա բավարար քանակի, նույնիսկ բավարարից ավել կապիտալ ստարտափների համար եւ խնդիրը այն է, որ չկա բավարար չափով pipeline ենք դրան ասում, ստարտափների քանակ, հոսքագիծ, եւ այս disbalance-ը լավ չի էկոսիստեմայի համար, այսինքն երբ որ դու ունես ավելի շատ կապիտալ, քան կարաս ներդրում անես, ինչ է ստացվում, ստարտափները քիչ են, ներդրողները շատ են, գին առաջարկ պահանջարկ այդ համադրությունը խախտվում է, եւ ստացվում որ ստարտափների արժեքը սկսում է բարձրանալ։ Եվ մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ որ Հայաստանից ստեղծված ստարտափը օրինակ ավելի թանկ արժեք ունի, քան օրինակ Սիլիկոնային հովտում տեղակայված ստարտափը, որը երկարաժամկետ կտրվածքում խնդիր կարող առաջացնի, որովհետև դա կամաց Հայաստանի ստարտափների մրցունակությունը եւ գրավչությունը կարա նվազեցնի։ Շատ լավ է, որ ստարտափը ուժեղ evaluation-ը գինը բարձր է, բայց դա նաև դժվարացնում է հաջորդ փուլ հասնելու հնարավորությունը եւ նաև պետք է հաշվի առնենք, որ ինվեստորները, հատկապես միջազգային ինվեստորները նայում են տարբեր հնարավորություններ, այստեղ օրինակ
անգլիական Օքսֆորդ ավարտած հիմնադիրներով ստարտափ, այդտեղ ղազախական ստարտափ, որը կարա դուրս գա այս շուկա, հա, չգիտեմ, Լատինական Ամերիկայից ստարտափ։ Ու ենթադրենք դու այդ տարբերակներ ունես նաև եւս մի տարբերակ, որը Հայաստանն է, ու դու որպես ինվեստոր, որը չոր է նայում իրավիճակին, դու պետքա որոշում կայացնես, որի մեջ ես ուզում ինվեստ անես։ Ու եթե հայկական ապրանքի գինը բարձր է, կարող է 2 անգամի փոխարեն 4 անգամ մտածես արդյոք արժիների դրում կատարել թե չէ, ու այս տեսանկյունից ոնց որ մենք տեսանք, որ պետքա մեծացնել այդ ստարտափների հոսքագիծը եւ նայել միջազգային ասպարեզին։ Եվ մենք սկսեցինք 24 թվականից մեր ծրագիրը Լոս Անջելեսում, մեր chapter-ը, եւ մենք սկսեցինք հայթայթել ստարտափներ հենց Լոս Անջելեսից եւ նաեւ այդում ոչ հայ հիմնադիրներ ունեցողներով, եւ դա նաեւ մեզ գիտակցություն տվեց, որ մենք պետքա թիրախավորենք բոլոր ստարտափներին եւ մենք պետքա վերաիմաստավորենք ինչ ենք ուզում անել եւ հիմա մեր առաքելությունը այն է, որ մենք փոխակերպենք հայկական սփյուռքը կամրջի, որը ստենին հնարավորություն է տալու կապվել լավագույն ինվեստորներին եւ լավագույն ստարտափներին եւ ի վերջո դրա միջոցով ապահովել մեր network-ի անդամ էնջելներին ավելի լավ հատուցումներ, հա, ավելի մեծ շահույթներ իրենց կատարած ներդրումներից եւ ի վերջո դրա արդյունքում ավելի շահութաբեր ստենը կլինի ավելի ուժեղ հայկական IT էկոհամակարգի գրավչության բարձրացման միջոց։ Իսկ արդյոք ձեր բոլոր ներդրողները հայեր են, թե նորից դուք էլի համաշխարհային ներուժն եք մոբիլիզացնում։ Դեռ հիմնականում կամ հայեր են կամ հայերի հետ ուղիղ կապ ունեցող մարդիկ, բայց chapter-ների ստեղծման ընթացքում մենք նկատում ենք, որ կա հետաքրքրություն նաև ոչ հայ ինվեստորների կողմից, որովհետև հետաքրքիր մի իրողություն ենք նկատում, մեր համար սփյուռքը կա, հա, մենք ունենք դա, ու մենք չենք գնահատում գիտակցում իր արժեքը։ Ոչ հայ մարդկանց համար սփյուռքի գործոնը որպես զարգացման աջակցության կարևոր էլեմենտ շատ զարմանալի ու մեծ արժեք է ներկայացնում, հա, ու իրան գիտակցում են սփյուռքի արկայության կարևորությունը, ու իրանք երբ որ տեսնում են մենք սարքում ենք այսպիսի մեծ տարածաշրջանում տեղակայված հաստ chapter-ներ Angel Network-ի, իրանք էլ են ուզում դառնալ դրա մաս, որպեսզի իրանց էկոսիստեմայի ստարտափներին նույնպես հասանելի լինի այդ ցանցը, հա, այսպես կոչենք, եւ ես կարծում եմ զուգընթաց նրան, որ մենք ոչ հայկական ստարտափներ սկսելու ենք նայել, դա բերելու է նաեւ հետաքրքրություն ոչ հայ ինվեստորների կողմից այս ամեն ինչի մաս դառնալու համար, եւ դա նաեւ եւս մի հատ կարեւոր մաս է փոխելու ինչքան էլ մենք մեզ անվանում ենք ինվեստորներ, ինչքան էլ մենք ունենք process-ներ, որպեսզի ինվեստ անենք լավ թիմերի մեջ, եւ բոլոր մեր ինվեստ արած ու ինվեստ չարած թիմերը շատ լավն են, բայց այնուամենայնիվ կա նաև այդ հայկական էլեմենտը, երբ որ մենք դա անում ենք, քանի որ դա հայկական պրոյեկտ է։ Եվ դա բերում է բարեգործական էլեմենտ այդ ամեն ինչին, ինչը շատ վատ է։ Մենք պետք է իրոք շատ չոր ինվեստորների պես նայենք, եւ դա դարձնելու է մեզ ավելի դժվար ներդրող ստարտափների համար, բայց միևնույն ժամանակ դա մեծացնելու է մրցակցությունը եւ դա նպաստելու է, որպեսզի ստարտափները ել ավելի մեծ ջանք գործադրեն ներդրում ստանալու համար եւ ի վերջո դա նպաստելու է հենց ստարտափների մրցունակության բարձրացմանը, որովհետեւ եթե կոպիտ ասած այս դժվար ինվեստորին համոզեց եւ ստացավ ներդրումը, ինքը դա կանի նաեւ միջազգային ասպարեզում եւ աշխարհը ահռելի անսահմանա եւ դա ել ավելի մեծ հնարավորություններ է ստեղծելու մեր հետ աշխատող ֆաունդերներին։ Իսկ ինչպիսին է ընդհանուր առմամբ Հայաստանում ստարտափ էկոսիստեմայի, այսպես ասած, պատկերը։ Իմ կարծիքով հետեւելն է, մեր էկոհամակարգը բավականին զարգացած է։ Մենք ունենք շատ հիմնադիրներ, որոնք ունեն հաջողակ ստարտափ ճանապարհի փորձ, իրանք ստեղծեցին ստարտափը, վաճառեցին, հետո կապիտալ կուտակեցին, իրանք դարձան արդեն ինվեստոր։ Կամ կան հիմնադիրներ, որոնք մի քանի անգամ են ներդրում կատարում, մի քանի անգամ են ստարտափ ճանապարհով անցնում, եւ այդ էքսպերտիզան ինքը շատ ունիկալ է։ Եվ մենք ունենք ստարտափներ, օրինակ, որոնք ժամանակին ստեղծվել են, հետո դարձան Synopsys-ի մաս, հա, ու այն մարդիկ, ովքեր ստեղծել են այդ թիմը, իրանք էլի էկոսիստեմայում են։ Կան մարդիկ, օրինակ Ալիեսյանը, հա, որ ստեղծեց տարբեր կազմակերպություններ, Workfront-ից սկսած, որը հիմա Adobe-ն է, որը Հայաստանում է, Integrane-ը, որը վաճառվեց VMware-ին,
այն հետո VMware-ը Broadcom-ին ուստեղ հիմա ունենք Broadcom-ի մեծ մաս, ոնց որ sense պատմականորեն կա այդ ճանապարհը անցած հիմնադիրների թե Հայաստանից թե Սփյուռքից մի մեծ ամբողջություն, որը ստեղ երկրում ստեղծել է ստարտափ մշակույթ, հա, ու նաև մեր միջազգային գործընկերները գալիս են, ասում են Հայաստանում մենք զգում ենք այդ ստարտափ vibe կոչվածը։ Նաև մենք մեր չափերի համեմատ բավականին ծավալու ներդրումային էկոհամակարգ ունենք, հա, 3 Angel Network կա, Banan, Icons, Ten-ը, Sastic-ն երբեմն անում Angel ներդրումներ, BJ Accelerator-ի network-ում էլ, հա, կան Angel ներդրումներ կատարող մարդիկ, կան 5 ակտիվ VC խմբեր, հա, Granatus Venture, Smartgate VC, Big Story VC, Triple S VC, Formula VC, ու բոլորը հայկական հիմնադիրներով են, ունենք UAT-ին, հա, ուժեղ կառույց ունենք գործատուների միությունը, ունենք plug and play բտա նախարարություն ունենք, որը ի դեպ շատ sense բաց ու լավ աշխատում է համայնքի հետ, այսինքն այս տեսանկյունից լինելով bottom up driven, հա, ներքևից հասարակությունից դրթված նախաձեռնությունների միջոցով, որոնք հասնում են պետական ազգային մակարդակ, դրա շնորհիվ ինստիտուտներ կայացել են երկրում։ Բայց միաժամանակ ես տեսնում եմ վտանգավոր տենդենս, երբ որ մենք սկսում ենք իրոք այնպես սթափ նայում ենք իրավիճակին, տեսնում ենք, որ այո, էկոհամակարգը շատ լավ զարգացած է, ու մեզ թույլ ենք տալիս արխայինանալ եւ համարել, որ մենք լավագույն ստարտափ էկոհամակարգ ունենք, բայց իրականում մրցակից էկոհամակարգները տեղում չեն կանգնում։ Մի քանի ամիս առաջ ղազախական առաջին unicorn-ը ստեղծվեց, հա, Hicksfield AI-ը։ Լիտվան, հա, որը համեմատաբար մեր չափի երկիր է, 5 unicorn-ի աղբյուր է, հա, 5-րդը էս վերջերս է ստեղծվել։ Էստոնիան չասեմ, օրինակ, հա, էստոնական էկոհամակարգը եթե նայենք, աշխատակիցների քանակով մեզանից քիչ են, իրանք կարծեմ 36 հոգի են, մեր մոտ 36,000 հոգի են, մեր մոտ մոտավորապես 60, հա, 50-ից 60,000 հոգի է։ Բայց Հայաստանում IT ոլորտի շրջանառությունը, եթե չեմ սխալվում, 3 միլիարդ դոլարի չափում է, Էստոնիայում 15 միլիարդ է։ Այսինքն ավելի քիչ աշխատողներով, քանի որ իրանք ավելի product oriented են ու ավելի զարգացած է ստարտափ մշակույթը, իրանց գեներացրած հասույթները շատ ավելի բարձր են։ Ու ինչին եմ ես տեղ գալիս, օրինակ, երբ որ դու գնում ես Էստոնիա, գնում ես Բալթյան երկրներ, то նույնիսկ Վրաստան, այդտեղի միջավայրը ավելի միջազգային է։ Մեր մոտ մենք մի քիչ ավելի շատ պրո-հայկական ենք, հա, ու դեկլարացիաներ, եթե դեկլարատիվ տեսանկյունից, այո, մենք բաց ենք բոլորին, բայց նույնիսկ այս ռուսական այդ ալիքը որ եղավ, այնպես չի որ այդ մարդիկ եկան ու ստեղ հայերի հետ միացան, հայ-ռուսական ֆաունդերներով նոր ստարտափներ ստեղծվեցին, իրանք մնացին իրանց համայնքում, մենք մեր համայնքում, ասենց իրար զուգահեռ կողքներով անցանք, տեսանք երկուսս նորմալ մարդիկ ենք ու այդքան բան։ Այսինքն մենք խնդիր ունենք թե հայկական միջավայրը աշխարհին ցույց տալու եւ թե նաեւ մենք դառնանք ավելի բաց աշխարհին, որովհետեւ երբ որ դու պարփակված ես քո նման մարդկանց մեջ ես դու լինում, դու կորցնում ես այդ ուրիշ աչքի հնարավորությունը, ուրիշ մտածելակերպի հնարավորությունը։ Շատ սիրում եմ այդ օրինակը, օրինակ վրացի ֆաունդերները մեզանից 1000 գլուխ շատ լավ են մարքեթինգի հաղորդակցման շրջանակում։ Ինչքան լավ կլիներ հայկական ֆաունդեր, որը տեխնոլոգիական տեսանկյունից, սփյուռքի տեսանկյունից ուժ ունի, գալիս է մի ֆաունդեր, որը մարքեթինգի կոմունիկացիայի գծով ուժ ունի, իրանք երկուսով համատաբար իրար հետ նորմալ հասկանալով մեր մշակույթները իրար մոտ են, հա, միանան ու համ մեր երկու երկրների շուկաները մեր համար ավելի մեծ միասնական, փորձնական շուկա կլինի, համ նաև իրար փոխլեռացնելով կդառնանք ավելի հետաքրքիր, ավելի բալանսավորված թիմ։ Այսինքն ամփոփելով, ես կարծում եմ մենք երբեմն ունենում ենք այդ հակում ինքներս մեզանով հիանալու, օ, մենք ինչ հիանալի ստարտափ էկոհամակարգ ունենք, որը իրոք այդպես է, բայց պետք չի հիանալ, պետք է անընդհատ ավելի բարձր ամբիցիոզ նպատակներ մեր առջև դնենք եւ փորձենք դրա շնորհիվ շարունակաբար զարգանանք, հասնենք լավ արդյունքի։ Իսկ եվրոպական chapter-ի բացումը ինչ նոր հնարավորություններ տա։ Շատ հետաքրքիր հարց է։ Իրականում, երբ որ մենք նայում ենք Հայաստանին, Հայաստանը Եվրոպայի Horizon Europe-ի անդամ է, հա, ու որպես այդպեսի մենք հասանելիություն ունենք բազմաթիվ եվրոպական ծրագրերի։ Աշխարհագրորեն մենք ավելի մոտ ենք Եվրոպային։
Օրինակ, Horizon Europe-ի շրջանակում կա EIC, European Innovation Council, որը ունի ստարտափ ծրագիր, որտեղ մինչև 17 միլիոն եվրո ներդրումներ են կատարվում ստարտափում։ Իհարկե ոչ բոլորին շատ ուժեղ մրցակցություն է այդտեղ, բայց ես նաև նկատում եմ, որ շատ ստարտափների համար Եվրոպան համ ինչ որ առումով terra incognita է, որ չգիտեն ինչ է այդտեղ կատարվում, երկրորդը հետաքրքիր չի, եւ մեզ ավելի կոմֆորտ է աշխատել ամերիկյան ներդրողների, շուկաների, հաճախորդների հետ։ Ինչ որ տեղ դա արդարացված է, քանի որ ամերիկյան բիզնես մշակույթը ավելի արագ է, ավելի sense բաց է այլ մշակույթների, հեշտ է իրancs հետ աշխատել։ Մյուս կողմից էլ Եվրոպան այո, գուցե ինքը շուկայի ծավալի տեսանկյունից ավելի փոքր շուկա է, բայց նույնպես հնարավորություն է, բազմամիլիարդանոց շուկա է։ Եվ հետեւաբար նաև երբ որ մենք նայում ենք օրինակ angel investor-ների background-ին, իրանց որտեղից են գալիս, մեծ մասը Ամերիկայի սփյուռքի մեր ներկայացուցիչներն են եւ Եվրոպայից համեմատաբար քիչ մարդ կա։ Եվ կարծում եմ նաև դա է պատճառը, որ քանի որ angel-ները հիմնականում ամերիկյան մշակույթ են բերում, մեր founder-ները այդքան փորձ չունեն եվրոպական մշակույթի հետ։ Եվ գուցե դա էլ է պատճառներից մեկը, գուցե փոքր պատճառներից, բայց մեկը, որ մեզ հերո է պահում եվրոպական շուկայից։ Հիմա երբ որ մենք բացում ենք ֆրանսիական շուկան եւ ֆրանսիական chapter-ը, մենք առաջի հերթին ուզում ենք բնականաբար angel-ների քանակը մեծացնել, երկրորդը մենք տեսնում ենք մեծ պոտենցիալ, որ angel-ները, որոնք գալիս են այդ մշակույթից, կկարողանան մեզ օգնել ավելի հասանելի դարձնել եվրոպական շուկան եւ ի վերջո Հայաստանի համար ոնց որ բալանսի բերել թե ամերիկյան հնարավորությունները, թե եվրոպական հնարավորությունները, թե հետագայում այլ տարածաշրջանների հնարավորությունները եւ օրինակ, բազմիցս ԲՏԱ նախարարությունը կազմակերպում է Vivatech-ի մասնակցություն, այլ ցուցահանդեսների մասնակցություն ու դրանք շատ արդյունավետ են, բայց պատկերացրեք, եթե ունենայինք ստարտափներ, որոնց համար ռազմավարական նշանակություն ունի հենց եվրոպական շուկան։ Իմ կարծիքով այդ ցուցահանդեսների մասնակցությունը նման ստարտափներին ել ավելի արդյունավետ կլինի եւ ուստի կարծում եմ, որ ֆրանսիական chapter-ի ստեղծումը մեզ ավելի հասկանալի եւ բաց է դարձնելու, մեզ ասելով ամբողջ էկոհամակարգին, եվրոպական ստարտափ էկոհամակարգը եւ գնալով կարծում եմ ավելի շատ ծրագրեր ենք ունենալու Եվրոպայում եւ կարծում եմ նաեւ շատ մեծ պոտենցիալ կա թե գերմանախոս երկրների շուկաներում, թե Բրիտանիայում ու թե Եվրոպայի այլ մասերում, օրինակ նույն Բալթյան երկրներում, հա, օրինակ նույն Լեհաստանից լիքը բան ունենք սովորել, օրինակ գիտեք, որ Amazon-ի Alexa-ն Լեհաստանում է մշակվել։ Լուծումը լեհական ինչ-որ թիմ մշակել էր, որին հետագայում Amazon-ը գնել է ու դարձել է Amazon-ի Alexa-ն։ Հիմա կար լիքը բան սովորելու, մենք լինելով նախկինում հա նույն այդ կոմունիստական բլոկի երկրներ, ունենք նաև նմանություններ։ Հետևաբար պետքա այս աշխարհամասին ավելի շատ նայել։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք նաև նման պոտենցիալ կա, իհարկե ոչ հայկական ներուժի իմաստով, բայց Մերձավոր Արևելք, Միջին Ասիա, Մերձավոր Արևելքի Չնայած այդտեղ Սփյուռքը իհարկե ավելի շատ է, քան Միջին Ասիա, բայց հա, օրինակ մենք հիմա դիտարկում ենք Լիբանանում chapter-ի ստեղծման հնարավորությունը, ընդ որում շատ հետաքրքիրն է, որ այն գործընկերում հետ որ խոսում ենք chapter-ը ստեղծելու մասին, ազգությամբ հայ չի։ Եվ սա կլինի հավանաբար առաջին chapter-ը, որը մենք ստեղծենք, որտեղ կա ոչ հայկական տենց ակտիվ մասնակցություն։ Բայց վստահ հայերի հետ մեծացել է երևի։ Այո, ունի հայ ընկերներ։ Ու կարծում եմ Լիբանանը դա պարզապես աշխարհագրական հիմքը կլինի, բայց թիրախը կլինի գուցե հենց արաբական աշխարհը, ընդ որում ոչ միայն այդ ծոցի երկրները, այլ նաև աֆրիկյան, հա, հյուսիսային Աֆրիկայի երկրները, ու ընդհանրապես այդտեղից կարող է ճանապարհ բացի դեպի այդպես hardcore աֆրիկյան երկրներ, սա մեր համար մեծ հնարավորություն է։ Ղազախստան, Ուզբեկստան, այդ միջինասիական, կենտրոնական ասիական երկրները պետքա հասկանալ ոնց ենք մտնելու, ոնց ենք համադրում շահերը, հսկայական մեծ պոտենցիալ ունենք Ուզբեկստանը, հա, 40 միլիոն բնակչություն, աճող էկոնոմիկա, լիքը հնարավորություններ կան, բայց պետքա նաև հասկանալ ոնց ենք մտնելու ու ինչ շահերի համընկնում կա, որովհետև օրինակ նույն Ուզբեկստանը կամ Ղազախստանը կամ Վրաստանը իրանք փորձում են լինել այդ մեծ տարածաշրջանի կենտրոնական Ասիա եւ Կովկաս կենտրոնը եւ իրանք պետության կողմից ագին աջակցություն ունեն դա կայացնելու համար։
մենք Իսկ պետական ռազմավարությունը է։ Հա, ու ես չեմ կարծում մենք պետք է այդ խաղի մեջ մտնենք, միջոցներ ծախսենք, այդ տարածաշրջանում լինենք առաջնայինը, հա։ Իմ կարծիքով մեր մրցակցային առավելությունը Սփյուռքն է, եւ մենք հակառակը պետքա ցույց տանք, որ այս տարբեր տեղերում տեղակայված Սփյուռքը ինքը հսկայական պոտենցիալ է շատ արագ եւ հեշտությամբ դուրս գալ միջազգային շուկա, որովհետեւ մեր ազգը փոքր է ու ես միշտ այդ օրինակը բերում եմ, հա, ենթադրենք մեզ պետքա Քիմ Քարդաշյանի այս պրոդուկտը գովազդի, մեզ համեմատաբար օրինակ նույն հնդկական ազգին, որը նույնպես մեծ սփյուռք ունի, մեզ ավելի հեշտ է հասնել այդ level, այդ մակարդակի ինֆլուենսերին, քան հնդիկներին։ Արանքում ավելի շատ միջնորդ է լինելու։ Քիմ Քարդաշյանը հավանաբար ցանկացած մեկից համար մի հոգի է արանքում լինելու։ Մաքսիմում 2, հա, իրանց պարագայում արանքում շատ մարդիկ են եւ նաեւ պետքա հասկանալ, որ Սփյուռքի համար հայ լինելը դա իրանց ինքնության պահպանման միջոց է, այսինքն իրանց անհրաժեշտ է հայ լինելը եւ իրանց համար, երբ որ ինքը նամակի մեջ, հա, այդ անունը տեսնում է, որ հայ է, իր համար շատ ավելի մեծ արժեք է ներկայացում, քան ցանկացած այլ որմ ինտրո, հա, այդ ներկայացումը քեզ։ Այսինքն դու կարաս ցանկացած հայի գրես առանց օֆիցիալ ներկայացման ու այդ մարդիկ կուզենան քեզ օգնել։ Ու այդ մշակույթը, հա, որտեղ մենք բոլորս իրար ճանաչում ենք, կարանք գտնենք, ուզում ենք իրար գտնենք, պետքա դարձնել Հայաստանի այն խաղաքարտը, որը չունեն են երկրներ, հա, իրանք օրինակ չունեն այդքան ներկայություն Սիլիկոնային հովտում։ Օրինակ, հա, Նինա Աչաջյանը, ով որ Index Ventures-ի partner-ն է, իրապես network, գիտելիքներ Սիլիկոնային հովտի մեջ ներկայություն ունեցող մարդ կարող է չլինի այլ ազգերում, հա, բայց մենք այդ մարդուն ունենք եւ եթե ճիշտ օգտագործենք կապերը Սփյուռքի, դա կարա դառնա այդ թաքնված գործիքը, որի միջոցով Հայաստանի միջոցով զարգացումը կարա լինի ճիշտ ռազմավարություն։ Հետևաբար իմ կարծիքով մենք պետքա կառուցենք այդ network-ը, այդ ցանցը, որտեղ Սփյուռքի պոտենցիալը մենք կկարողանանք օգտագործել որպես Հայաստանի այս ինովացիոն աշխարհի մեջ, հա, հաջողելու համար կարևոր գրավական ու այլ երկրներ ուզենան այդ ցանցի մաս դառնան ու դրա միջոցով Հայաստանը դիրքավորվի շուկա, որովհետև եթե sense ազնիվ նայենք, մենք նավթային երկիր չենք, հավանաբար մոտակա տարիներին չենք կարողանա այնքան ֆինանսական միջոցներ ունենալ, ոնց որ նավթային երկրները։ Մենք չենք լինի 40 միլիոն բնակչություն ունեցող Ուզբեկստան, հա։ Այսինքն մենք ունենք որոշակի սահմանափակումներ, բայց մյուս կողմից մենք ունենք ամբողջ աշխարհում բոլոր տեղերում ներկայություն, եւ այդ ներկայությունը հասանելի է։ Եվ հետեւաբար պետք է գտնենք ձևավորումը, այդ product-ի ձևավորումը ոնց ենք դա դարձնելու հասանելի product, որը Հայաստանը կդարձնի քարտեզի վրա նշանակալի դիրք։ Իսկ 8 տարվա ձեր գործունեության ընթացքում կա մի ստարտափային հետաքրքիր դեպք, case, որ շատ հիշարժան ու վառ է։ Սկզբից մի քանի վիճակագրական թվեր ասեմ, մենք այս ընթացքում ներդրում ենք արել 30 գործարքում, $1.5 միլիոն, ընդ որում ակտիվ սկսել ենք ներդրումներ կատարել մոտավորապես 20 թվականից, եւ այս ընթացքում մեր կատարած ներդրումների պորտֆելը հավաքական արժեքը մոտավորապես 2 անգամ աճել է։ Այսինքն լինելով բարձր ռիսկային ներդրումներ, որտեղ մեծ հավանականությամբ քո կատարած ներդրումը դու կորցնելու ես, բայց այնուամենայնիվ այն մասով, որտեղ մենք հաջողակ ենք գնում, դրա շնորհիվ ընդհանուր պորտֆելի արժեքը 2 անգամ աճել է։ Ինչ վերաբերվում է փորձին, ստարտափների եւ հետաքրքիր պատմություններին, օրինակ շատ իմ համար ուսանելի էր այն փորձը, երբ որ մենք սկսեցինք բերել ոչ հայկական ֆաունդերներ ներկայացնելու գաղափարը Եվ մի փորձ ունենք, որտեղ մի հիմնադիր ներկայացրեց պրոյեկտը, դուրս եկավ սենյակից, հետո սենյակում ներկայ էնջելներից մեկը ասեց, այս ուզում եմ, որ մեր բոլոր pitch անող ֆաունդերները այս ֆաունդեր կնոջ պես պրոֆեսիոնալ եւ համեստ լինեին։ Ու այդ համեստությունը սկզբից թվում է ուղղակի սիրուն բառ է, բայց իրականում ինովացիա զարգացնելու համար քո էգոն դու պետք է կառավարես, որպեսզի ինքը քեզ թույլ տա ընդունել շուկայի արձագանքը եւ այդ արձագանքի հիման վրա մաքսիմալ արագ փոփոխել քո product-ը։ Ու երբ որ դու տեսնում ես այդ տարբերությունը, քո համար շատ տեսանելի է, թե ինչ ազդակներ պետք է տանք համայնքին, որպեսզի ել ավելի արդյունավետ գնա աշխատանքը։
այդ մի տարբերակ։ Ուրիշ տարբերակ, որ շատ էլի ուսանելի է, թե ինչքան կարևոր է network capital-ը եւ ներկա լինելը Սիլիկոնային հովտում Սան Ֆրանցիսկոյում, ու երբ որ դու տեսնում ես, որ իրականում այս մեծ աշխարհ, հա, Amazon, Facebook, Meta, OpenAI եւ այլն, մեզ թվում է իրանք բոլորը ինչ որ մի սարի գլխում են, այդ սարերը իրար հետ չեն շփվում, բարձում է այդ սարերը առավոտները իրար հետ ենթադրենք սուրճ են խմում, ու իրականում այդ սուրճի շուրջ քննարկվող թեմաները եւ այդ տարածաշրջանում արկա քննարկումները շատ կարեւոր է իմանալ։ Եվ դա նաեւ ցույց է տալիս, որ ինովացիան ապրում է այնտեղ, որտեղ ոչ միայն կապիտալ կա եւ մարդկային ռեսուրս, այլ նաեւ դու գիտես հիմա աշխարհը ուր է գնում։ Ու այս տեսանկյունից շատ կարևոր է ճիշտ network-ը կառուցելը եւ բերելը founder-ներին իրանց դարձնել ավելի հասանելի այդ Սիլիկոնային հովտի մշակույթին, նաեւ angel-ների միջոցով։ Մյուս կարևոր կտորը, որ ես միշտ հիանում եմ, ընդհանրապես բոլոր network-ների, այդ angel-ների արժեքով, ու ինչքան կարևոր է իրոք angel-ների ճիշտ ընտրությունը, որովհետև իրոք միայն փողը չի արժեքը, կարող է այդ մարդը քեզ կարող է ծանոթացնել VC-ի հետ, ինքը գիտի օրինակ հիմա OpenAI SI է անում, դու ավելի լավ սրա վրա կենտրոնանաս, ու եթե դու կարողանաս իր հետ հարաբերությունները ճիշտ կառավարել, ինչքան մեծ արժեք է ստանալու, շատ ավելին, քան այդ փողը, որ ինքը ինվեստ է անելու, եւ վերջին կտորը, որ խայտարակ հետաքրքիր է, դասագրքային ճշմարտություն, հա, երբ որ investment են անում angel-ները, լավ է տեղյակ բայել ինչա կատարվում քո մոտ։ Կզարմանաք ինչքան հաճախ է լինում, երբ որ ստարտափը մոռանում է update-ները ուղարկի, ու դա իրականում այն առաջին նշանն է, որ ինչ-որ բան չի, ու պետք է խառնվես, եւ ինչքան նաեւ ուսանելի է այն դեպքերը, երբ որ լավ են կառավարում այդ հարաբերությունները, մեր մոտ case ա եղել, երբ որ ստարտափը ձախողել է, բայց ինքը ընթացքում միշտ տեղյակ է բայել ինչա կատարվում, այն ամենավերջին նամակով ինքը ամբողջական ոնց որ իր ուսուցման process-ը գրեց այդ նամակով, ու առաջի վախը այնա, որ հեսա angel-ները կասեն այլի կորցրեցինք դժգոհ կլինեն, ու ես էլի եւս մի անգամ ասեց հպարտացա մեր angel-ներով, ինչքան իրանք աջակցող էին պատասխան նամակները, որ օքեյ, վարի գնաց, ոչինչ, բայց դու ունես այս փորձը, հաջորդը երբ որ ուզենաս անես, մեզ անպայման ասա, մենք ուզում ենք քոպես founder-ներին աջակցենք, այնց որ իրոք ինովացիան, տեխնոլոգիան, ստարտափները բացառապես մարդկանց մասին է, մարդկային հարաբերությունների մասին է, invest արել են, չեն արել, դուրդ գալիս են, չեն դուրդ գալիս, դու որպես հիմնադիր ու այդ քո պարտականությամբ պետք է կառավարես հարաբերությունները, ու այս անալոգիայով նաև մենք էլ ենք ստեղծում ու կառավարում հարաբերություններ, ու այս chapter-ները իմ կարծիքով կլինեն երկարաժամկետներ դրում, որպեսզի ամբողջ էկոհամակարգի համար ստեղծվեն բազմաթիվ այլ հնարավորություններ, որոնք մենք չգիտենք իրենց գոյության մասին։ Օրինակ մենք լսել ենք, որ հայկական սփյուռքը Ֆրանսիայում մեծ է եւ հզոր է, բայց դու գնում ես, տեսնում ես, թե մարդկանց, հա, որպես անհատներ իրանց հնարավորությունները պրոֆեսիոնալ, դու թե նաև տեսնում ես ֆրանսիական պետության ու ֆրանսիական հասարակության վերաբերմունքը քո սփյուռքին, ու դու տեսնում ես ինչքան մեծ պոտենցիալ կա, ու տենց ամենտեղ։ Այնպես որ մենք հիմա պետքա սովորենք այդ հնարավորությունը օգտագործել ու դա դարձնենք Հայաստանի ամենակարևոր մրցակցային առավելությունը։ Նշեցիք, որ միշտ պետքա տեղյակ լինես, թե աշխարհում ինչա կատարվում, ուրա գնում աշխարհը։ Ձեզ ուրա գնում աշխարհը։ Ես կարող եմ հնչեմ շատ չոր եւ ոչ ռոմանտիկ, բայց ինձ թվում է ու միշտ աշխարհը տեղ է։ Աշխարհը գնում է դեպի նյութական բարեկեցություն։ Այսինքն մենք որպես անհատներ, մենք ուզում ենք մեր ընտանիքները ավելի լավ ապրեն, մեր երեխեքը ավելի լավ ապրեն ու մենք էլ ավելի լավ ապրենք, առողջ լինենք եւ այլն եւ այլն։ Հետևաբար էմոցիան, ռոմանտիկ նպատակները իրանք են մեզ տալիս կրակ ու էներգիա, որպեսզի մենք ստեղծենք այդ ամեն ինչը։ Բայց այնուամենայնիվ հաջողության հասնում է այն պրոյեկտը, որտեղ կա նաև շատ նյութական շահ։ Եվ հիմա ես կարծում եմ մեր տեսլականը կլինի նաև դա բերել մեր էկոհամակարգ, որտեղ օրինակ ներդրումները կատարվեն ստարտափներ ոչ միայն նրա համար, որ այս հիմնադիրը լավ հայ երիտասարդ է, այլ որտեղ այս պրոյեկտը ունի հաջողության հասնելու պոտենցիալ եւ ընդհանրապես փող աշխատելը, շահութաբեր լինելը, հարուստ լինելը դա այն
բողոքական եկեղեցու տեսանկյունից ինքը առաքինությունն է։ Հա, հարուստ լինելը վատ բան չի, ամոթ բան չի, արդար հարուստ լինելը։ Իսկ աշխարհն էլ հիմա ապրում է հեղափոխական փոփոխություններ, արհեստական բանականությունն նոր հնարավորություններ ստեղծում, այլ տեղեր են ստեղծում նոր հնարավորություններ, եւ այդ ամեն հեղափոխական փոփոխությունը ինքը ռադիկալ կերպով փոփոխելու է մեր իմացած կյանքը, կրթությունից սկսած վերջացրած առողջապահությամբ, հասանելիից մնացած ոլորտներից, եւ սա լինելով վախենալու, նաև միաժամանակ մեր պես պետությունների էկոհամակարգերի համար ունիկալ շանս է այս նոր դեռ դժվար նշմարվող նիշայում գտնել մեր տեղը։ Ու այստեղ նույնպես ես կարծում եմ Սփյուռքի դերը կարա հսկայական լինի, որովհետեւ մենք ունենալով իրանց էքսպերտային կարծիքը, հասանելիությունը տվյալ ցանցերին, նաև ստեղից ունենալով մարդկային կապիտալ եւ ցանկություն, մենք կարողանանք այս արագ ընթացող գնացքի մեջ թռնենք տեղը ունենանք։ Այլապես հերթական կորցրած հնարավորություններ կգին։ Շնորհակալություն Ռուբեն։ Հիշեցնեմ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, որ դուք դիտում կամ լսում եք Tech համայնք հաղորդաշարը եւ հիշեցնեմ նաեւ, որ Tech-ին-շաբթիները իրականացվում են առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ գործարար ալիքի համատեղ ուժերով։ Շնորհակալություն, կհանդիպենք մյուս 5 շաբթի։